Ողջույն սիրելիներս, բարի գալուստ Սահականուշի խոհանոց։ Այսօր մենք թխել ենք շատ համեղ մի խմորեղեն, որը մոռացված խմորեղենների ցանկում է երևի տատիկի սնդուկից Ժոզեֆինա։ Եվ այս գեղեցկուհուն թխելու համար մենք պիտի օգտագործենք հետևյալ մթերքները։ Վերցրել եմ կարագ 250 գրամ, 2 ձու, 3 լիքը բաժակ ալյուր, 1 բաժակ շաքարավազ, մի ճաշի գդալ քացախ, վանիլին, սոդա և աղ։ Չափաբաժինները ընթացքում նորից կկրկնենք։ Հիմա սկսենք պատրաստել խմորը։ Կարագը սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագ է։ Վերցրել եմ ուղիղ 250 գրամ։ Աշխատում ենք յուղոտ կարագ լինի, յուղայնությունը 82%-ից ոչ պակաս, որպեսզի խմորը համեղ ստացվի։ Ավելացնում եմ մի բաժակ շաքարավազը և տրորում եմ մինչև համասեռ զանգված ստացվելը։ Ձեռքով էլ կարող ենք տրորել, բայց մի բայց կա այստեղ, որ հնարավոր է ձեռքի հպումից կարագը թուլանա, իսկ հետո դա արդեն մեզանից ավելի շատ ալյուր կպահանջի։ Ավելացնում եմ հարած ձուն, այսպես ավելի հարմար եմ գտնում ձուն հարել, նոր ավելացնել, որպեսզի ավելի հեշտ խառնվի կարագի և շաքարավազի զանգվածին։ Սրանք էլ մի լավ խառնելուց հետո արդեն ավելացնում եմ քացախի մեջ լուծված 1 թեթև թեյի գդալ սոդան, միանգամից ավելացնում եմ նաև աղը, կես թեյի գդալ և վանիլինը 1/8 գդալից մի քիչ ավելի պակաս, նայած դուք ինչ չափի կուզենաք ձեր խմորեղենի մեջ վանիլինի համը զգացվի։ Եվ այսպես մի լավ խառնելուց հետո սկսում եմ ավելացնել ալյուրը։ Ալյուրը վերցրել եմ 3 լիքը բաժակ 200 միլիգրամանոց բաժակով, բայց կշռել եմ ուղիղ 550 գրամ է ստացվել, այնպես որ եթե բաժակը մտածում եք հնարավոր է ձեզ խաբի, կարող եք կշռել 550 գրամ ալյուր։ Ընթացքում նորից պիտի ավելացնեմ, որովհետև տեսնում եք, որ դեռևս կարագային զանգված է։ Ավելացնում եմ մնացած ալյուրը, մի փոքր ալյուր է ավելացել, հիմա դա էլ ցույց կտամ, հազիվ բավականացնի սեղանին խմորը բացելու համար։ Արագ-արագ թեթև շարժումներով այսպես խառնում ենք, միացնում ենք իրար ալյուրը և այդ զանգվածը և արդեն մեր խմորը համարյա թե պատրաստ է։ Մի փոքր խառնելուց հետո տեղափոխում եմ սեղանին, ահա տեսաք ինչքան ալյուր ավելացավ, էլի թեթև շարժումներով գնդի ձև եմ տալիս, տեսեք ինչքան փափուկ է, ինչպիսի կառուցվածք ունի մեր խմորը, և այժմ կթողնեմ մի փոքր հանգստանա։ Մի փոքր ալյուր ենք լցնում և գունդը տեղափոխում եմ ափսեի մեջ, թողնում եմ 15-20 րոպե հով տեղում, շատ տաք միջավայրում պետք չի, խմորը հնարավոր է թուլանա դրանից։ Անցավ 20 րոպե, խմորն արդեն հանգստացել է բավականաչափ, այժմ պիտի սկսենք թխելու գործընթացը, տեսեք ինչքան գեղեցիկ խմոր է։ Ես զգուշանում եմ ճիշտն ասած խմորի կպչելուց, դրա համար անպայման յուղաթուղթ եմ փռում, այսպես ավելի ապահով է, թե չէ հնարավոր է մի փոքր մաս էլ եթե կպչի, մեր ամբողջ խմորեղենը կփչանա։ Թխեցինք ուղիղ
25 րոպե 180-ից 200 աստիճան տաքացված ջեռոցում։ Այժմ երկրորդ մասը նույնպես պատրաստ է շերտը, սա էլ ենք ուղարկում ջեռոց և մեր խմորեղենի երկու շերտն էլ պատրաստ է։ Ասեմ, որ տապակամանը ուներ 24 սանտիմետր լայնություն և 34 սանտիմետր երկարություն, այս չափի տապակն է։ Եթե ձեր տապակամանը մեծ է, կարող եք մեկ ամբողջական մեծ շերտ թխել և բաժանել երկու մասի։ Այժմ ծիրանի ջեմով պիտի կպցնենք այս շերտերը իրար։ Իմ եփած ծիրանի ջեմն է, եթե դուք իմ մշտական հետևորդներից եք, կհիշեք, որ մենք միասին ենք եփել այս համեղ և ոսկեշող ծիրանի ջեմը։ Մնացած կողքի եզրերից հանված շերտիկները վերածեցինք արդեն փշուրների և այժմ հնարավորինս ծածկում ենք խմորեղենի վերևի հատվածը։ Ահա այսպիսի խմորեղեն ունեցանք, շատ գեղեցիկ է, շատ համեղ է, խորհուրդ կտամ անպայման փորձել։ Այս խմորեղենը ես կտրտելու եմ երկարավուն ուղղանկյունների ձևով, ինչպես մեր մանկության տարիներին էինք կտրտում։ Գեղեցիկ շերտերի եմ բաժանելու մեր մանկության պիրոժնիները, չենք վախենում այս բառը օգտագործել, որովհետև այս բառի հիմնական իմաստը պիտի ասենք տորթիկները, բայց պիրոժնի բառը նույնպես գործածելի է։ Այժմ տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ և ուտելու ժամանակ հարմար է և թեկուզ ձեռքով ուտելու, թե պատառաքաղով ուտելու համար, ինչպես կցանկանաք, այնպես էլ կարող եք օգտվել։ Փխրուն, բայց շատ փափուկ խմորեղեն է, բերանի մեջ հալվող։ Ովքեր ծանոթ են, իհարկե նորություն չի իմ ասածը, բայց ովքեր ծանոթ չեն, կարծում եմ իրենց կհետաքրքրի։ Ահա սիրելիներս, ես թխեցի այս մոռացված խմորեղենը, Ժոզեֆինա, շատ հեշտ, մատչելի, պարզ մթերքներից բաղկացած այս համեղ խմորեղենը։ Դե ինչ սիրելիներս, ես արդեն ուզում եմ ձեզ ասել ցտեսություն, բայց նորից հանդիպելու ակնկալիքով և սիրով սպասելու եմ ձեր արձագանքներին։